Հայաստանյա ծառայքելական Սուրբ եկեղեցու մասով ամենազվարճալին գիտեք որն է, որ Հայաստանյա ծառայքել, ասենք օրինակ այսօր նայենք այդ եռագլուխ կուսակցության լիդերներից, ես համոզված եմ իրանցից ոչ մեկը ավետարաններից գոնե մեկի գոնե կեսը չի կարդացել, գոնե կեսը, ես համոզված եմ իրեքին ազգային ինքնությունից հանդես են գալիս մարդիկ, որ համոզված են հայ ժողովրդի պատմության ամենապրիմիտիվ հարցերին չեն կարող պատասխանել, ընդհանրապես գաղափար չունեն, ամենապրիմիտիվ տեսնանք, ամենապրիմիտիվ հարցերին հայ ժողովրդի պատմության չեն կարող այդ մարդիկ պատասխանել, չեն կարող պատասխանել, այդ մարդիկ տարրական գրագիտության խնդիր ունեն, տարրական գրագիտության Ռոմանը սրու է։ Ձեր միկրոֆոնները աշխատում է։ Հա։ Հա, շատ լավ։ Եվ էս է իրողությունը, եւ իմիջայլոց ասեմ։ Ու Այս մարդկանց բնականաբար շատ կոմֆորտ է կաթողիկոսի պաշտոն զբաղեցնող այն անձը, որը հենց Աստվածաշունչը երևի կիսատ պռատ կարդացել է։ Նրանց համար, ովքեր ոչ մի ավետարաններից ոչ մեկը, ես գրազ եմ գալիս, գնացեք Սամվել Կարապետյանին, Գագիկ Ծառուկյանին, Ռոբերտ Քոչարյանին, ընդ որում հիմա ասում եմ, երբ հանդիպեք հարցրեք, ասեք Աստվածաշունչը, ավետարանը եւ նոր կտականը, ինչով են իրարից տարբերվում։ Այս բան եմ ասում, ավետարանը, Աստվածաշունչը, նոր կտականը, ինչով են իրարից տարբերվում։ Իսկ հիմա ուշքից կգնան որ այդ հարցը տակ։ Կոգնիտիվ դիսոնանսի պատճառով։ Ու Կտրիչ Ներսիսյանի նմանը, որը կիսատ պռատ կարող է կարդացած լինի Աստվածաշնչի 2/3-ը, շատ խորը հոգևոր տպավորություն է թողնում այդ մարդկանց վրա, համոզված եմ։ Ժողովրդի կամքի արտահայտությունը ինքնին արդեն մեզ բոլորիս կդնի իրողության առաջ եւ որոշման առաջ, որը պետք է կատարածվի։ Ցանկացած բանի, որ ժողովուրդը դեմ լինի, ուրեմն չի լինի, ցանկացած բանի, որ ժողովուրդը կողմ լինի, ուրեմն կլինի։